Պարոն Խուդացյան, ես նորից խոսելու եմ, հարցնելու եմ Վանաձորի Երևանյան խճուղի 90 Գրիբաեդովի 6 խիստ վթարային վիճակում գտնվող շենքերի ճակատագրի մասին։ Հիշեցնում եմ նորից, 21 թվականի մարտին կառավարությունը ընդունել է շատ ականջահաճո մի հայեցակարգ, վերնագիրը, անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման հայեցակարգ, որը շատ լավ հնչում է։ Եւ այդ հայեցակարգից բխող միջոցառումների շրջանակում քաղաքաշինության կոմիտեն մշակել ու կառավարության հաստատմանն է ներկայացրել ուժեղացման ու վերակառուցման քանդման ենթակա վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, ինչպես նաև բնակարանային ֆոնդի ուժեղացման վերակառուցման կամ քանդման դեպքում ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծ, կրկնում եմ 21 թվականի մարտից։ Հիմա 25 թվականն է եւ այս նախագիծը դեռևս գտնվում է լրացուցիչ քննարկման փուլում, ձեր պատասխանից է։ Հիմա այս քննարկումները ինչքան են լինելու, դուք եք ինձ ուղարկել շենքերի վթարայնության աստիճանի վերաբերյալ եզրակացությունը, մինչև 8 բալ սանդղակի երկրաշարժի դեպքում շենքերին սպասվում է ամբողջական փլուզում։ Եվ հաջորդ հարցս գրա, որ քանի որ ես համառորեն անընդհատ հարցնում եմ, հաջորդ անգամ արդեն պատասխանել եք, նոր եզրակացությունների ստացման գործընթաց ենք սկսել։ Այսինքն մի հատ եզրակացություն տալիս է, որ մի փոքր էլ փլուզում ու ինքը մի փոքր երկրաշարժ ու ինքը կփլվի, հիմա հաջորդ պատասխանի մեջ գրում եք նոր եզրակացությունների ստացման գործընթաց։ Էլ ինչ նոր եզրակացություն, սրանից ավել էլ ինչ պիտի լինի 8 բալ, եթե էլի եմ կրկնում 25 թվականի մարտին Վանաձորում, Լոռու մարզում երկրաշարժը մինչև 6 բալ հասել է։ Հիմա փլվի նոր եզրակացություն ստանանք, երբեն այս շենքերը ի վերջո ուշադրության արժանանալու է շենքի բնակիչները ինչ ունեն լսելու։ Տիկին Կուրեղյան, շնորհակալ եմ հարցի համար, դուք համառորեն հարցը տալիս եք, ես համառորեն հարցին նույն պատասխանը պիտի տամ։ 600 շենքերի մասին է խոսքը, տպավորություն չստեղծվի, թե քննարկումների ավարտից հետո այդ շենքերի մասով պիտի աշխատանք իրականացվի, այնտեղ ակնհայտ երկու տեսակի շենքեր կան, շենքեր, որոնք վթարայնության այնպիսի աստիճան ունեն, որոնցում 1 ժամ ավել մնալը ինքը ռիսկ է պարունակում, այս ընթացքում քննարկումներին զուգահեռ նաև 2025 թվականին մի քանի այդպիսի շենքեր 25-ին, դրանից առաջ ավելի մեծ ծավալով շենքերի բնակիչների տրվել է բնակարանների գնման վկայագրեր, այս գործընթացը մեր մոտ չի ավարտվում, այս օրերին էլ մենք քննարկում ենք իրականացնում այլ շենքերի մասով ԲԳՎ-ներ տրամադրելու մասին։ Պիտի ասեմ, որ այո, կա լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն, որովհետև շենքը 3-րդ աստիճանի վթարային է, թե 4-րդ աստիճանի վթարային է, այնտեղ տարբերությունը ահռելի է։ Հասկանալի է, որ այդ աշխատանքը մի օրվա մեջ հնարավոր չի իրականացնել հաշվի առնելով իր ֆինանսական մեծ միջոցներ պահանջելը։ Մենք 4-րդ աստիճանի շենքերի մասով լրացուցիչ ուսումնասիրություն ենք իրականացնում սեյսմիկով, որի մասին ձեր իշտակած գրությամբ պատասխանել ենք եւ դրան զուգահեռ այլ շենքերի, տարբեր շենքերի բնակիչների ԲԳՎ-ներ ենք տալիս, որը կարծում եմ այս հարցի իսկապես ամենանորմալ եւ ամենահնարավորինս ամենաարագ լուծումն է։ Ձեր թվարկած շենքերի մասով ես ընդամենը մի քանի օր առաջ ասեցի, լրացուցիչ սեյսմիկի եզրակացություն ունենալու դեպքում կասենք այդ շենքերը մոտավորապես ինչ հերթականությամբ պիտի բնակիչները փոխհատուցվեն։ Ունեք արձագանք, համեցեք։ Պարոն Խուդացյան, Երևանյան խճուղի 90-ը, որի եզրակացությունը սեյսմիկի առումով ես ընթերցեցի, այդ եզրակացությունը տրվել է 24 թվականին, վերջերս։ Գրիբաեդով 6-ի համար, դուք ինքներդ եք ձեր, նա ուրեմն համարվում է 3-րդ աստիճանի վնասված, իսկ Գրիբաեդով 6-ը 4-րդ աստիճանի վնասված։ Եվ հիմա այս 4-րդ աստիճանի վնասված շենքի բնակիչների սպասելիքները որն են լինելու, երբ ամեն օրը իսկապես վտանգ է, հատկապես Լոռու մարզում, հատկապես Վանաձորում, որը ինքը տեղով սեյսմիկ գոտի է։
ինչքան արդյոք գոնե 26 թվականի բյուջեի նախագծում որևէ կերպ սպասեն այդ բնակիչները, որ կանդրադառնան իրենց շենքերին։ Ժամկետի մասով ձեր նշած 4-րդ աստիճանի վթարային շենքի ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ, երբ որ գործընկերները տեղում ուսումնասիրություն իրականացնեն, մյուս շենքերի մասով պիտի ասեմ, որ այս գործընթացը ոչ մի պահի կանգ չի առել եւ այս գործընթացի արդյունքում էլ հենց 2025 թվականին մի քանի շենքերի բնակիչների տրվել է բնակարանների գնման վկայագրեր։